Եվ դիմավորել ենք մեր նոր հյուրերին։ Այո, եւ խոսելու ենք շատ կարևոր նախաձեռնության մասին կրթական ծրագրերի, որն արդեն տարիներ շարունակ իրականացվում է եւ այս տարի եւս կան նորություններ։ 2023 թվականին Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից մշակված անգլերենի դասագրքերից 3-րդ, 6-րդ եւ 8-րդ դասարանի դասագրքերը արդեն գործածության մեջ են եւ Հայաստանի շուրջ 500 դպրոցներում դրանք կիրառվում են, բայց այս տարի կան նորերը՝ 4-րդ, 9-րդ, 11-րդ եւ 12-րդ դասարանի անգլերենի նոր դասագրքեր։ Սիրով ներկայացնեմ մեր հյուրերին, որոնց հետ մանրամասն կխոսենք ծրագրի եւ իրականացված աշխատանքի մասին։ Գայանե Վարդանյան, ՔՈԱՖ-ի յուղական ծրագրերի դեպարտամենտի ղեկավար, բարև ձեզ, եւ Աննա Արաքելյան, ՔՈԱՖ-ի անգլերենի ծրագրերի ղեկավար։ Բարև ձեզ, շատ ուրախ ենք, որ այստեղ եք եւ այսքան հարուստ ձևով եք եկել ներկայացել մեր տաղավարում։ Բարև ձեզ։ Ինչպես է սկսվել ձեր օրը։ Ուրախ, շատ հետաքրքիր եւ այո։ Ուրախ։ Խոսենք առհասարակ այս նախագծի մասին, ինչու Հայաստանի մանուկներ հիմնադրամը որոշեց հենց փոխել անգլերենի դասագրքերը, ինչով էր պայմանավորված այս ուղղվածության ընտրությունը եւ նախորդ տարվա արդեն փորձը տվեց իր արդյունքը, դա էր պատճառը, որ շարունակեցինք նաեւ այս տարի։ Ես մի կարճ պատմական էքսկուրս կանեմ, Հայաստանի մանուկներ հիմնադրամը աշխատում է երեխաների համար եւ տարբեր ծրագրերի միջոցով առողջապահական, սոցիալ-հոգեբանական, կրթական եւ կրթական ծրագրերի մեջ մի մեծ բաժին ունեն մեր անգլերենի ծրագրերը։ 2011 թվականից սկսած ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցաբար մենք իրականացրել ենք անգլերենի ուսուցման ծրագրեր Հայաստանի տարբեր մարզերում։ Հազարավոր երեխաներ մեր ծրագրերի միջոցով սովորել են անգլերեն, բայց դրանք արտադասարանական խմբակներ էին։ Երբ մեր պետությունը ընդունեց կրթության նոր չափորոշիչը, այդ ժամանակ կարծես պահանջ առաջացավ նոր մեթոդներով ուսուցման ձևը սովորեցնել ուսուցիչներին եւ մենք սկսեցինք մի մեծ ծրագիր Լոռու մարզում 30-ից ավել դպրոցներ եւ այլն եւ այստեղ կարիք տեսանք որ պետք է ունենանք բովանդակություն, որը պիտի համապատասխանի նոր կրթական չափորոշիչներին, բայց այդ ժամանակ դասագրքեր չկային եւ մենք հեղինակային խումբ ձևավորեցինք, ովքեր սկսեցին ստեղծել այդ նյութերը, որպեսզի մեր կողմից վերապատրաստող ուսուցիչները կարողանան պատշաճ բովանդակությամբ մտնել դպրոց եւ իսկապես սովորեցնել այն, ինչով ակնկալվում էր պետական չափորոշչով։ Նու անցավ 1-2 տարի, պետությունը սկսեց մրցույթներ հայտարարել եւ քանի որ մենք արդեն ստեղծել էինք բազմաթիվ նյութեր, մտածեցինք իսկ ինչու ոչ, եկեք ամփոփենք դրանք, ստեղծենք դասագիրք եւ հնարավորություն տանք, եթե մրցույթում կհաղթենք, մեր դասագրքերով սովորեն նաեւ, այո, բոլոր հանրակրթական դպրոցներով եւ այս նյութերի եւ այս բaragայում արդեն դասագրքերի ամենամեծ առավելությունն այն է, որ այդ նյութերը մտել են դպրոց, ուսուցիչները, երեխաները դրանցով աշխատել են, մեծ հետադարձ կապ են տվել, թե ինչը պետք է այնտեղ բարելավել, եւ մենք ոնց որ այս մեծ առավելությունը ունենք ի տարբերություն հավանաբար մյուս բոլոր դասագրքերի, որոնք այդ հնարավորությունը չեն ունեցել։ Այո, եւ մենք ամփոփեցինք մեր ստեղծած նյութերը դասագրքերի մեջ ու դիմեցինք 2 փուլով մրցույթի եւ մեծ ուրախությամբ այս տարի ներկայացնում ենք մեր 4 դասագրքերը՝ 4-րդ, 9-րդ, 11 եւ 12-րդ դասարանների համար։ 4-րդ, 9-րդ, 11, 12-ը այս տարվան է, բայց մի պահ դարձյալ վերադառնանք հետ 3-րդ, 6-րդ եւ 8-րդ դասագրքերի փորձի մասին խոսելով, հասկանանք թե ինչպիսի արդյունք այն ունեցավ, արդեն մանրն ասաց, որ 500-ից ավելի հանրակրթական դպրոցներում այն մտավ ծրագրային կերպով եւ ինչպես այն գործածվեց, ինչպիսի արձագանք եղավ եւ ուսուցիչների կողմից, որոնք որ պետք է աշխատեին այս դասագրքերով եւ արդյունքը երեխաների արդեն դեմքով։ Շատ լավ հարց եք տալիս իրականում, մեր բոլոր արձագանքները եղել են դրական, իդեպ երբեմն նաև նրանք, ովքեր ընտրել էին մեկ այլ դասագիրք, կես այսպես փոշմանած նախընտրում են նաև մեր դասագրքերը վերցնել, բայց քանի որ դպրոց է մտնում դասագիրքը 5 տարի ժամկետով, ուստի փոխելու տարբերակ այս բան չի աշխատելու, բայց պիտի ասեմ, որ եւ երեխաների եւ ուսուցիչների արձագանքները եղել են դրական, մեզ բարբերաբար գրել են, նաեւ իմ մշտադիտարկումների արդյունքում եմ ես դա նաեւ բացահայտել,
եւ նաեւ որոշ բաներ հաշվի առնելով մեր նախորդ փորձից փորձել ենք այս նոր դասագրքերում անպայման զետեղել։ Այդ նախորդ փորձից հենց ուսուցչական անձնակազմի խորհուրդներն էին, որ ել ավելի հեշտ դարձնի իրենց աշխատանքը, թե նոր մեթոդների հայտ եկան այս տարվա ընթացքում եւ որոշեցիք դրանք եւս զետեղել այս դասագրքերում։ Գիտեք, մենք հաշվի ենք առել ոչ միայն ուսուցչի եւ աշակերտի կարծիքը, այլ նաեւ տնօրենների եւ երբեմն էլ նաեւ ծնողների, որովհետեւ ծնողների համար էլ էր սա նորություն, նոր դասագրքեր էին, նոր մոտեցումներ էին եւ շատ հաճախ ծնողները ի ուրախություն մեզ իրենց կարծիքը եւս հայտնում են եւ մենք աշխատել ենք դա էլ նաեւ ընդգրկել մեր նոր դասագրքերում։ Իդեպ նախորդ տարվա դասագրքի օրինակներից մեկը երրորդը նաև ունի իր հետ համապատասխանաբար տետր։ Այս տարվա դասագրքերը եւս ունեն, դեպ չորրորդը այս տարվա դասագրքերից է մաս առաջին։ Այո, ուրեմն երրորդ եւ չորրորդ դասարանները ունենում են երկու մաս, զուտ երեխաների համար են, որ թեթև լինի, քաշի խնդիր ունենք, եւ այո, ունենք երրորդ դասարանի համար տետրեր նախատեսված եւ նախատեսում ենք նաեւ ունենալ չորրորդ դասարանի համար տետրեր, որը գրեթե նման է գրքի, երեխաները ազատ կարող են այդ տետրերում աշխատել, որովհետեւ բոլոր առաջադրանքները իրենք ինտերակտիվ են, ման են միտված, մոտեցում այնպիսին է, որ պետք է երեխան անի, աշխատի, լրացնի, ինքնուրույն։ Իսկ հաղորդակցման համար ավելի լավ տարբերակ քան կապել երեխային իր իսկ իրականության հետ չկա։ Ահա այս օրինակ այս էջերի հենց դրա մասին է պատմում, տեսնում ենք մեր հայրենակիցներին գրքի էջերում։ Շատ կարևոր բան շեշտադրեցիք, Անի ջան, իրականում մեր բոլոր դասագրքերում մենք փորձում ենք երեխային տալ շատ համակողմանի գիտելիքներ, կապել իրեն աշխարհին, գլոբալ աշխարհին, ինչպես նաև սերմանել այն արժեքները, այն գիտելիքները, սովորույթների մասին, բազմաթիվ բաներ պատմել, նաև հնարավորություն տալ այդ ամենը տոների ընթացքում, տարբեր իրավիճակների ընթացքում ծանոթանալ, փորձարկել այն ամենը, ինչ որ մերն է, այսպես մենք փորձ ենք արել եւս մեկ անգամ իրենց կապել մեր երկրի հետ, մեր մշակույթի հետ եւ ինչպես Աննան է հաճախ ասում իր հանդիպումների ընթացքում, մեր նպատակը նաեւ ոչ միայն անգլերեն ուսուցանելն էր, այլ անգլերեն ուսուցանելու միջոցով պարտաճանաչ, պատասխանատու քաղաքացի, Հայաստանի քաղաքացի կերտելն է։ Ուստի այդտեղ այո, նմանատիպ բովանդակություն շատ կա։ Իրականում ոչ միայն մենք խոսում ենք անգլերենի դասագրքի մասին, այլ նաև կրթական մշակույթ ձևավորելու, թե ինչպիսին կարող է լինել հետաքրքրել այսօրվա երեխաներին կրթությունը եւ ինչ նոր եւ հետաքրքիր գաղափարներ է տվել արդեն այս նախագիծը հետագայում շարունակելու, գուցե այլ առարկաների դասագրքեր ստեղծելու կամ հենց անգլերենով շարունակելու, ինչ նոր նախագծեր ունեք, որ դեռ սպասում են իրենց հերթին կյանքի կոչվելու։ Նոր նախագծերի առումով հավանաբար կփորձենք լրացնել այս շարքը 5, 7 եւ 10-րդ դասարաններով, իսկ ինչ վերաբերում է երեխաներին, մենք անպայման հաշվի ենք առել իրենց հետաքրքրությունները, ոչ միայն Հայաստանի համատեքստում, այլ նաև փորձել ենք միջազգային փորձից բերել հետաքրքրություններ եւ ինչ կարիքներ ունեն մեր երեխաները ներկայում, քանի որ նախկինում շեշտը դրված էր ավելի գիտելիքի վրա, երբեմն հմտություններ նաև զարգանում դպրոցներում, հիմա մենք շեշտը դնում ենք 3 կարևոր բաղադրիչի վրա՝ գիտելիք, հմտություն եւ վերաբերմունք դիրքորոշում, եւ մեր բոլոր դասագրքերը իր մեջ ներառում են այդ արժեհամակարգը, երեխայի վերաբերմունքը կոնկրետ թեմաների շուրջ, որ անպայման հնարավորություն տան երեխային իրեն տեսնի այդ թեմայի մեջ, քննարկի իրեն քննի, վերհանի, զարգացնի իր ստեղծագործական միտքը, քննական միտքը, եւ մեր բոլոր դասագրքերը իրենց մակարդակի ներածի չափով այդ բոլոր կոմպոնենտները ներառում են։ Եվ իհարկե փորձենք հասկանալ, թե ովքեր կարող են օգտվել գրքերից, սա պարտադիր հանրակրթական ծրագրի մի մաս է կազմում, թե այն պետք է նաև ընտրվի դպրոցի կողմից, ու եթե այս բանին հետաքրքրում է, ինչպես կարող են հայտ ներկայացնել ձեռք բերելու համար։ Մեր նոր իրավիճակը հետևյալն է, ամեն առարկայի, տվյալ
տարիքային խմբի ամենառարկայի համար կարող է հաստատվել մինչև 2 դասագիրք եւ արդեն դպրոցի հերթն է ծանոթանալ դասագրքի բովանդակությանը եւ ընտրել այս կամ այն դասագիրքը եւ ինչպես Աննան ասեց, եթե դպրոցը ընտրում է օրինակ Քոաֆի հեղինակած դասագիրքը, ապա գալիք մի քանի տարում աշխատելու է այդ դասագրքով եւ հետո հաջորդ շրջափուլի համար նոր կարող է ընտրել այլ դասագիրք, բայց դասագրքերը նաեւ վաճառքում են, այսինքն եթե ինչ որ մարդիկ, որոնք դպրոց չեն գնում կամ օրինակ այլ դպրոցում են սովորում, որը չի ընտրել, կարող են իրենք էլ վերցնել եւ ինքնուրույն օգտագործել դասագրքերը, իրենք բավականին մատչելի են նաեւ մատուցման եղանակի տեսանկյունից, վարժությունները շատ բազմազան են, ես օրինակ հիշում եմ իմ ուսումնառության տարիներին, երբ որ նույն վարժությունից մի քանի հատ կար եւ դու անընդհատ նույն բանն էիր անում, իսկ հիմա շատ տարբեր են եւ դա նաեւ մեծ ճկունություն է տալիս դասավանդող ուսուցչին իր դասը դասարանի կարիքներից ելնելով կազմակերպել այս կերպ կամ այն կերպ, ընտրել ավելի շատ հետազոտական աշխատանքներ կամ այս դասին ընտրել հետազոտական աշխատանքներ, հաջորդին ընտրել խմբային վարժանքներ, այս մյուսին, չգիտեմ, նախագծային ուսուցում անել կապելով այլ առարկաների հետ, որովհետև մեր դասագրքում նաև շատ ուժեղ են միջառարկայական կապերը։ Մենք տարբեր թեմաների անդրադարձ ենք ատնում, չգիտեմ, առողջ ապրելակերպից մինչև աստղագիտություն եւ ճամփորդելուց, այսինքն туриզմից աշխարհագրությունից մինչև ֆիզիկա եւ այլն։ Այսինքն այդ իմաստով ուսուցչին բավականին մեծ գործիքակազմ ենք տալիս եւ նաեւ ուզում եմ հավելել, որ արձագանքների մասին էիք ասում, մենք փորձում ենք նաեւ ուսուցչի կողքին լինել եւ դա ամենաշատն են իրենք արժեվորում, մենք թեմատիկ պլաններ ենք կազմում, մեր ուսուցչի ձեռնարկը շատ մանրամասն է, պարզապես կարող են վերցնել ուսուցչի ձեռնարկը եւ ամբողջական իրենց դասը պլանավորել։ Եվ ուսուցիչներից մեկը մեր հանդիպումներից մեկի ժամանակ ասում էր, այնքան լավ էր, որ դուք համ ձեռնարկը մեզ տվեցիք, այս որակի ձեռնարկ, եւ համ էլ վերապատրաստումներ արեցիք, որովհետեւ մենք գիրքը վերցնում ենք ու մենակ ենք մնում դրա հետ, բայց այս գրքի շնորհիվ եւ ձեր արած աշխատանքի մենք հասկացանք, որ թիմը մեր կողքին է, ցանկացած ժամանակ կարող ենք խորհուրդ հարցնել եւ մեր այդ ներածական հանդիպումներին մեր անգլերենի թիմը եւ հեղինակները այնքան խորհուրդներ տվեցին, որ կարծես բացեցին աչքերը, թե ինչպես է պետք այս դասագիրքը լավագույնս օգտագործել եւ դա ամենամեծ դրական արձագանքներ, որ մենք ստացել ենք, որը նաեւ հեշտացրեց փաստորեն դասավանդումը դպրոցներում։ Եվ իհարկե ոչ միայն ուսուցիչներ, այլ մենք բոլորս ասում ենք շնորհակալություն ձեր կատարած աշխատանքի համար, որովհետեւ ոչ միայն ավելի հեշտ, այլ նաեւ ավելի հետաքրքիր եւ այլընտրանքային եք դարձրել ուսուցումը երեխաների ու նաեւ մանկավարժների համար եւ իհարկե շնորհակալություն բոլոր ուսուցիչներին, որովհետև դա մեծ նվիրում պահանջող անվերապահորեն նվիրում է եւ պատասխանը միայն երեխաների սովորելն է ու լավ վերաբերմունքը շնորհակալ ենք անչափ ձեր կատարած աշխատանքի համար եւ հուսանք, որ անգլերենի դասագրքերը լրացնելուց հետո նաեւ մյուս առարկաներին եւս ուշադրություն կդարձնեք, որպեսզի այսպիսի գունեղ, պայծառ դասագրքեր ունենան մեր երեխաները։ Այո, իսկապես շնորհակալություն կատարված աշխատանքի համար բոլորի անունից եւ ուսուցիչների եւ մասնավորապես ծնողների ու աշակերտների, ձեզ լավ օր ենք մաղթում եւ նորանոր հաջողություններ, իսկ մենք շարունակում ենք եթերը արդեն շատ քիչ մնաց եզրափակելու այսօրվա մեր հանդիպումը սիրելի հեռուստադիտողներ, այնպես որ վերջին րոպեները վայելենք երաժշտություն։